Բարձրացիելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ 106.5 եթերում ՓՄԶ ասոցիացիայի հարկեր դուրքեր կրքեր հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ։ Այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք մեր գործընկեր Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Տիկին Հերմինեն Թովմասյան, ողջույն։ Ողջույն։ Արդեն անունը հուշում է, որ կառույցի ներկայացուցիչն է, ում հետ ու ինչ ենք խոսելու, կփորձենք ավելի եթերային ու հնարավորինս քիչ մասնագիտական տերմիններով խոսել, բայց եւս այս ոլորտում էլ ցավոք սրտի ունենք խնդիրներ, որոնք շուտով ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ին ու կարծում եմ առիթը պետք չի բացթողել եւս մեկ անգամ խոսել, թեկուզ մեր այս հաղորդաշարը նաեւ իր մեջ բնույթակրում տենց իրազեկման հնարավորությունն է եւս այն մարդկանց ում սա վերաբերում է։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Թովմասյան, էլի շնորհակալություն հրավերն ընդունելու համար, եթե դեմ չեք դուք խոսենք եթերում, էլի ելնելով են իմ ասած սկզբունքից։ Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահան ստորագրեց հարկային օրենսգրքի փոփոխության հերթական, այսպես ասած, օրենքը, որը ուժի մեջ է մտնում, ինչպես ասացի, հուլիսի 1-ից, ու հաշվապահներն ու իրավաբանները հիմնականում այնտեղ մի հատ էլ մասնագիտական խումբ կա, հուլիսի 1-ից այլևս չեն կարող օգտվել շրջանառության հարկի ռեժիմից։ Սա ինչ է ենթադրում, պարզ լեզվով ասած։ Շատ լավ, ինչպես նշեցիք, սկզբից անդրադառնանք մի փոքր իրազեկման, այնուհետև փորձենք վերլուծել ինչ է լինելու, ինչ հետևանքներ է առաջացնելու այս օրենսդրական փոփոխությունը։ Տեսեք, ի սկզբանե ունենք նախագիծ, որով նախատեսվում էր մի շարք մասնագիտական ծառայություններ շրջանառության հարկի համակարգից տեղափոխել ավելացված արժեքի հարկի համակարգ։ Այո, միջև ստորագրել, այսքան նախագծի սկզբնական տեսքով այդպես էր նախատեսվում, սակայն արդեն վերջնական օրենքի ընդունմամբ, որը ինչպես նշեցիք ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մնացին հաշվապահներն ու իրավաբանները։ Այստեղ առաջին հերթին պետք է հասկանալ, որն է հիմնավորումը, ինչու հաշվապահներ Այդ կգանք, ես առաջարկում եմ ասեք ինչ է լինում, որ մարդիկ լսողները հուլիսի 1-ից ինչ է տեղի ունենում։ Իրավաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցողները, իհարկե ես ավելի կկենտրոնանամ հենց հաշվապահական ծառայություններ մատուցողների վրա, քանի որ հենց այդ համայնքն եմ ներկայացնում, նախկինում վճարում էին շրջանառության հարկ իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար 5% դրույքաչափով։ Հուլիսի 1-ից նրանք այլևս իրավունք չեն ունենալու գործել շրջանառության հարկի համակարգում, անցնելու են ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ եւ վճարելու են 20% ավելացված արժեքի հարկ եւ 18% շահութահարկ։ Որը ենթադրում է, պարզ մարդկային լեզվով ասած, որ հաշվապահական ծառայությունների գները կթանկանան հուլիսի 1-ից։ Այո, եթե հաշվի առնենք այն հարկային բեռը, որ ավելանալու է շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի տեսքով, բնականաբար սա պետք է տանի ծառայությունների թանկացման։ Ինչու է ավելանում, որովհետեւ ես հիշում եմ, որ էլի համայնքի հետ խոսում ենք, ասում ենք, որովհետեւ ավելացված արժեքի հարկի հաշվանցման տեղ այս ծառայությունները այդքան չունեն, այսինքն իրենք ավելացած արժեքի հարկը ավելացնելու են համարյա թե ամբողջ կշիռով բանի վրա, հենց ծառայության արժեքի վրա, որը ինչպես նշեցիք 20% է։ Այո, հաշվի առնելով հենց հաշվապահական ծառայություն մատուցողների ծախսերի կառուցվածքը, նրանց ծախսերի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում, քանի որ մասնագիտական ծառայություններ են մատուցում, բնականաբար աշխատուժի գծով կատարված ծախսերը, որտեղ հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկ չի առաջանում, եթե էլի փորձենք ավելի մաչելի լեզվով ասել, այսինքն ավելացված արժեքի հարկի համակարգը ինչ է ենթադրում, որ ծառայություններ մատուցելիս, իրացումներ իրականացնելիս առաջանում է 20% ավելացված արժեքի հարկ, եւ եթե կազմակերպությունը ունի ձեռքբերումներ, որոնց մեջ կա ավելացված արժեքի հարկ, այդ ձեռքբերումների ավելացված արժեքի հարկը հաշվանցում է իրացման գծով առաջացած ավելացված արժեքի հարկից, նոր տարբերությունը վճարում բյուջե, բայց հաշվապահական ծառայություն մատուցողների դեպքում բնականաբար նվազեցման, հաշվանցման ենթակա, այո, կոմունալ ծախսեր, լավագույն դեպքում վարձակալություն, եթե ֆիզանձից չէ։ Հիմա ինչպես դա շղթայական կազդի, ես գիտեմ արդեն մեր համայնքի, ՓՄԶ համայնքի վրա դա ուղղակի ազդում է, որովհետև հիմնական այսպես ասած սպառողը բաների հաշվապահության էլի որ ելնելով պարզապես որ մեծամասնություն են ՓՄԶ-ները ու ովքեր որ գնում էին հենց փոքր հաշվապահական ընկերություններից, անձնաձեռնարկատերերից այդ ծառայությունները իհարկե կան նաև հաշվապահական ընկերություններ, ովքեր վաղուց արդեն գործում են շահութարկի եւ ավելացված արժեքի հարկի դաշտում, բայց դրանք որպես կանոն ավելի այտենց միջին ու խոշոր ընկերությունների են ծառայություն մատուցում։ Հիմա
Փոքր բիզնեսները, այսինքն ովքեր ունեն փոքր խանութներ, տոնավաճառներում բաներ են, առևտուր են իրականացնում, մարզայինները, որոնք միշտ ինձ անդադ բարգացնում է, որ ասենք ասենց փոփոխությունները լրիվ հավասար ձևով ենք կանոնակարգում Երևանի համար, Երևանի կենտրոնի համար եւ ասենք սահմանամերձ համայնքի կամ ավելի մոտիկ համայնքի համար, այդ կարգավորումները բոլորի մոտ նույնն են, բայց դա ուղղակի ազդելու է նրանց, ասենք փոքր բիզնեսը, եթե ապրանքավաճառում իր վրա, եթե ծառայություն է մատուցում, եթե արտադրող է, հետեւաբար նրանց մոտ սա կազդի առանց այն էլ գիտենք շրջանառության հարկը նրանց կյանքը լավ ընթան, էլի իրանց ծառայությունների կամ ապրանքների գների բարձրացման։ Այո, ճիշտ նկատեցիք, գանք նրանից, որ իսկապես արտապատվիրակված ծառայություններից օգտվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որովհետեւ առավել խոշոր կազմակերպությունները իրենք հիմնականում ունենում են իրենց հաշվապահական թիմերը։ Այո, իրենց մոտ նստած որպես վարձու աշխատող գրանցված հաշվապահական թիմեր են ունենում, իսկ արտապատվիրակված ծառայություններից օգտվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Ավելի քիչ ծախսատար։ Այո, 8 ժամ տեղում ունենալ վարձու աշխատող երբեմն տնտեսապես ձեռնտու չէ, ավելի նախընտրելի է լինում դիմել հենց ծառայություններ մատուցող մասնագիտացված հաշվապահական գրասենյակի ծառայությունների եւ բնականաբար այս պարագայում եթե հաշվապահական ծառայությունները թանկանան, դա ուղղակիորեն անդրադառնալու է փոքր եւ միջին բիզնեսի վրա եւ մենք գիտենք նաեւ որ 2025 թվականից փոփոխություններ են կատարվել ընդհանրապես շրջանառության հարկի համակարգում, այո, հունվարի 1-ից ուժի մեջ մտած եւ շրջանառության հարկ հաշվարկելը այլևս այնքան հեշտ չէ, ինչպես նախկինում էր, եւ անգամ փոքր եւ միջին բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք նախկինում կարողանում էին ինքնուրույն լրացնել իրենց հաշվարկները, վճարել հարկերը, արդեն իրենց մոտ առաջանալու է դժվարություններ, քանի որ ծախսերի դասակարգում պիտի անեն, ճիշտ փաստաթղթավորում պիտի ապահովեն։ Դուք համարյա եկաք ինչուին, որովհետեւ սա այդ ինչու տրվող իմ հարցերից մեկն էր լինելու, բայց հələ գանք այդ ինչուն ամենասկզբից էլի, եթե նախագծի հեղինակների հիմնավորումն ենք նայում, ինչ հիմք են դրել, ինչ հարց են ուզում լուծեն մեր հարկային քաղաքականություն մշակողները։ Երբ ըստ իրենց էլի, այսինքն իրենց երբ փորձում ենք բարձել այդ ինչուները, հիմնավորումները, նաև տարբեր հանրային քննարկումների ժամանակ, տարբեր հարթակներում հնչեցված կարծիքները, հիմնավորումներից մեկը այն է, որ փորձում ենք հավասարություն ստեղծել վարձու աշխատող մասնագետների եւ ուղղակի ծառայություն մատուցող գրասենյակների միջև, որովհետեւ վարձու աշխատողը վճարում է եկամտային հարկ, նպատակային սոցիալական վճար եւ դրոշմանիշային վճար, իսկ ծառայություն մատուցող հաշվապահական գրասենյակը վճարում էր միայն 5% շրջանառության հարկ։ Ճարպիկ են, եկեք բռնենք նրանց։ Այո, բայց այստեղ նախ հարց է առաջանում, արդյոք այդ 5% շրջանառության հարկ վճարողները փորձում էին որևէ կերպ խուսափել հարկերից, քանի որ իրականում բոլոր իրավական առումներով իրենք որևէ խախտում չէին իրականացնում, իրենք գործատուի հետ չէին գտնվում կազմակերպության հետ չէին գտնվում գործատու աշխատող իրավահարաբերության մեջ, իսկապես իրենց առանձին գրասենյակում բազմաթիվ ԱՁ-ների, կազմակերպությունների մատուցում են հաշվապահական ծառայություններ եւ այո, նրանք պիտի գործեին շրջանառության հարկի համակարգում։ Մյուս հիմնավորումներից մեկն էլ այն է, որ իրավաբանները, հաշվապահները իրենք ունեն այդ մասնագիտական հմտությունները, որպեսզի կարողանան գործել հարկման ընդհանուր համակարգում, հաշվարկել շահութահարկ եւ ավելացված արժեքի հարկ։ Երկու դեպքում էլ հարց է առաջանում։ Եթե առաջին դեպքում փորձում ենք հավասարություն ստեղծել վարձու աշխատողների եւ ծառայություն մատուցող հաշվապահական գրասենյակների միջև, արդյոք մեզ մոտ խնդիր չէ նախ եւ առաջ փորձել արդարություն վերականգնել եւ հավասարություն ստեղծել ստվերում գործող հաշվապահների եւ նույն վարձու աշխատողների կամ ծառայություն մատուցող գրասենյակների միջև բոլորին բերել հարկման դաշտ, հետո հասկանալ արդեն երբ բոլորը հարկման դաշտում են որևէ չափով հարկ են վճարում, հետո հասկանանք ինչպես համահարթեցնել, որ հավասար չափով վճարեն։ Համաձայն եմ, ես սպասեցի ավարտեք ձեր միտքը, բայց հիմա եթե այդ երկու հիմնավորումը նայենք մի քիչ ավելի, այտենց փորձենք ավելի ոչ ֆին նախական տեսանկյունից նայել, հիմա ինձ թվում է համեմատությունները էլի ինչպես միշտ սխալ արված, այսինքն մենք կոպիտ ասած են ձեռնարկատերը, հաշվապահն, որը ԱՁ-ով է նույնիսկ անաձեռնարկատեր է եւ մատուցում է ծառայությունը, ինքը արդեն ձեռնարկատեր է եւ ձեռնարկատիրական ռիսկ է կրում։ Այն հաշվապահն, որը այդ ձեր խոսքում նշեցիք ու համաձայն եմ իմ ծանոթ շրջապատում էլ այտենց, եթե ինքը ֆիզանս վարձու աշխատող հաշվապահ, այդ արդեն միջին ու բարձր հիմնարկում է, որը արդեն ինքը գնում է աշխատանքի ինքը տեղի անձնակազմի մասը։
անձնակազմի մաս կազմող ֆիզանձը լրիվ ուրիշ ռիսկեր է կրում, համեմատած այս մյուսին, այս մարդը, որ ձեռնարկատիրությամբ զբաղվում, լրիվ ուրիշ ռիսկեր է կրում, այսինքն սրանք տարբեր բաներ են։ Այո, հնարավոր են կան դեպքեր, որտեղ մարդը պետք է աշխատավարձի տեսքով տա այդ հաշվապահի գումարը, ասում են, դե գնա ածը բաց, արի գրանցվի եւ աշխատի եւ բայց այդպես դեպքերին ինձ թվում է շատ քիչ են, որովհետեւ եթե ինքը արդեն ածը հաշվապահ է, կներեք, այդպես ածը հաշվապահ եմ ասում, ինքը միևնույն ժամանակ ինքան մի քանի հաշվապահություն ու հետեւաբար իր ծառայությունների արժեքը ավելի ցածր է, քան այնտեղ նստած չէ ֆիզանց վարձու աշխատողի, որտեղ այնտեղ մի քիչ ավելի բառերով ասեմ, ինքը private ծառայություն է մատուցում միայն նրան, այսինքն ֆիզանձը, որ նստած է այդ հիմնարկում, այսինքն առավոտվա 9-ից 6-ը ինքը միայն այդ ընկերության համար է մատուցում։ Սա անում է ավելի հեռավար ծառայություններ եւ անում է ինչ-որ այդ ծառայությունների մի մասը, օրինակ միայն հարկային ուղարկող հաշվետվությունների լրացում կազմում, ներքին հաշվապահություն չի անում, չէ, այսինքն այդ ընկերության կամ տնտեսության, այսինքն փոքր լրիվ ուրիշ բաներ են իրար հետ համեմատում։ Ինձ թվում է այստեղ խնդիր ճիշտ է մեկնաբանում, այսինքն այդտեղ համեմատությունն է առաջի իրազբերած հիմնավորման մեջ սխալ արված, որովհետև տարբեր հարթության մարդկանց մասին ենք խոսում եւ տարբեր սուբյեկտների մասին ենք խոսում, հա։ Այո, կարող ենք նաև այդ հանգամանքը հաշվի առնել, արդյոք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում ձեր նշած ներքին հաշվառում կառավարչական կամ հաշվառում վարվում է թե ոչ, դա իրականում պայմանագրերը կարող են տարբեր լինեն, նույն ինչպես նշեցիք ԱԶ հաշվապահն հնարավոր է նաև այդպես ներքին հաշվառման ինչ-որ գործառույթներ էլ կամ ծառայություններ էլ մատուցի պայմանագրով, հիմնականում անում են հարկային հաշվետվությունների կազմում ներկայացում, չէ։ Այո, եւ նաև կուզեի հատկապես անդրադառնալ ռիսկին, Հայաստանի հաշվապահների ասոցիացիան ունի մի շարք անդամ գրասենյակներ եւ ասոցիացիայի պահանջներից մեկն էլ հենց դա է, որ ծառայությունների մատուցման պայմանագրերում իրենք դրույթ են նախատեսում, որի համաձայն պատասխանատվություն են կրում պատճառված վնասների համար։ Այսինքն իրենց ներկայացած հաշվետվության բանի սխալ է լինում, հարկային նկարսատու գանում է, եթե այդտեղ այդ ծառայություն մատուցողն է։ Եթե հաշվապահի ներքով է, բան չեմ անում, որովհետեւ կարող են բարձր աշխատող հաշվապանել դրա համար պատասխան կրի, այսինքն այնտեղ նստած, բայց միևնույն ժամանակ ես ուզում ասեմ, այստեղ շատ բաներ կան, որ ինքնուրույն ձեռնարկատիրական է, էլի չէ, որ այս անհատ ձեռնարկատերը կամ այդ ձեր ասած գրասենյակները, որոնք ունեն իրենց շատ բաներ, կողքից կատարվող ծախսեր, վարձու աշխատողը չունի։ Ասենք օրինակ, ասենք այդ մարդը իր սեփական մեքենայով գնում է հարկային, գնում է, չգիտեմ, պետրեգիստր, գնում է այսինչ եմ, այսինքն ինքը ինքնուրույն է լուծում, ինքը կուրիեր է վարձում, ինքը չգիտեմ ինչ-որ բաներ է անում, եթե մի քիչ ավելի ոչ թե ԱԶ ասենք, այլ 3-4 հոգանոց հաշվապահական ընկերությունը արդեն ինքը լրիվ ուրիշ ծախսեր ունի, բայց միևնույն է ինքը այդ միևնույն ժամանակ իր միավոր հաշվապահական ծառայություն outsource արվող ծառայության գինը ավելի էժան է, քան եթե այդ ընկերությունը մի հատ հաշվապահ վերցնի նստածնի ստե։ Ես ուզում եմ հանրությանն էլ ու նաև Ֆինախին էլ ովքեր ուզում են իրականում լսեն, բարձ լինի, ավելի շատ կուզեի պատգամավորները լսեն, որովհետև պատգամավորներն էլ ովքեր որոշում են ընդունում, երբեմն ասած խորքային չեն նայում, իրանք նայում են ֆինանսական։ Այսինքն այստեղ հիմքում դրել ենք անհամեմատելի երկու մեծություն, էլի։ Մյուս կտորը իրանց մոտ էներ, որ ասցիք, որ ասում են դե հաշվապահները խելոք են, կարող են իրենց հաշվետվությունը տալ։ Շատ լավ, բայց այստեղ էլ ասում են, որ իրենք իրենց հաշվետվությունը տալու պատճառով, որ ավելացած արժեքի հարկի հաշվարկան, իրենց ամբողջ ծառայությունն է բան։ Ուրիշ հարց է, ես հիշում եմ, որ նաև ձեր ասոցիացիաները հնչեցնում է տարբերակված մոտեցումը, եթե տենց ընդունվեր, ասենք օրինակ իրենք ծառայություններ մատուցեին շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկով հարկվեին, ավելացած տենց ինչ որ բան, որը կարծում եմ մի քիչ դժվար կլիներ վարչությունը, բայց ամեն դեպքում լուծում էր, եթե տենց լիներ հասկանալի կլներ, բայց հիմա այս դեպքում միայն իրենց հաշվետվությունները հաշվելու համար չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ ինչպես մեր խոսքի սկզբում նշեցինք, ծառայությունները այդքանով թանկանում են, ճիշտ եմ մեկնաբանում տենց։ Այո, որովհետև բնականաբար ունեն այդ մասնագիտական հնարավորությունները, գիտելիքները, նման խնդիր չի բարձրացվել նաև համայնքի կողմից, որ մենք չենք կարող դա հաշվել, բնականաբար խոսքը մասնագիտական հնարավորությունների կամ գիտելիքների մասին չէ, եթե հաշվի չառնենք ուղղակի այնտեղ ծախսերի բաշխման հետ կապված հարցերը, որին կարող ենք անդրադառնալ այս հարցից հետո, բայց
եթե արդյոք որքանով է ճիշտ նման հիմնավորում դնել օրենսդրական փոփոխության հիմքում, եթե փորձենք անալոգիա կիրառել, այդ դեպքում շրջանառության հարկի համակարգում երբ տեղի ունեցան փոփոխությունները, ոչ հաշվապահների եւ իրավաբանների մասին է խոսքը, նույն առևտրական գործունեության մասով արտադրության շրջանառության հարկ հաշվարկելը դարձավ բավականին բարդ գործ։ Այստեղ արդյոք այս փոփոխությունը հաշվի առնելիս քննարկվեց այդ հարցը, նույն փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են շրջանառության հարկը հաշվել թե ոչ։ Հա, այդտեղ եմ հիշում, որ ասում էին, բան, մենք անենց կանենք այդ հաշվետվությունը ինքնաշխատ կաշխատի, բայց ցավոքսրտի հիշում եք դուք մանավանդ կհիշեք, որ ապրիլի 20-ին ներկայացվող հաշվետվությունները ամբողջ համակարգը բեկի չէր աշխատում, որ հետաձգեցին, ելուր մնաց ինքնաշխատը, տենց էլ չտեսանք մենք շրջանառության հարկի ինքնաշխատ աշխատող համակարգ։ Կարևոր բանի անդրադարձակ, այդ դրան ուզում եի ես սրա մասին հա, դուք ներկա եք Դիլիջանի բիզնես ֆորումին, նույնիսկ երկրի նախագահին հարցրեցի, ասին չեք ապրիլի 4-ին ստորագրում օրենք, որը ուժի մեջ է մտնում տարվա կեսից։ Դրա մասին ձեր խոսքում ասացիք, հիմա սա այն հարկային օրենսգրքի առաջի հոդվածներից էր, չէ՞, հիմա չեմ հիշում, որ վատթարացնող նորմերը չեն կարող 6 ամսից շուտ ուժի մեջ մտնել։ Սա չի հակասում այդ դրույթին ըստ ձեզ։ Տեսեք, ի սկզբանե, երբ որ այս հարցը բարձրացնում ենք, ասում են, որ դա ի սկզբանե պիտի ուժի մեջ մտներ 2025 թվականի հունվարի 1-ից, տարբեր քննարկումների արդյունքում գնացինք ընդառաջ դժգոհություններին եւ հետաձգեցինք մինչեւ հուլիս։ Կապ չունի ինչ է կարա, ես ասում եմ օրենքին չի հակասում։ Ընդհանրապես տարվա կեսից հարկման ռեժիմի փոփոխությունը, այն էլ վատթարացնող, ուղղակի աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ կարծում եմ, եւ եթե անգամ մենք համակերպվում ենք, ընդունում ենք այն փաստը, որ միգուցե կա հստակ որոշում, որ շրջանառության հարկի համակարգը պիտի գոյություն չունենա եւ աստիճանաբար բոլորը անցնեն հարկման ընդհանուր համակարգ, այդ պարագայում անհասկանալի է ինչու ներշտապողականությունը, որ եթե գնում ենք ընդառաջ դժգոհություններին, հիմնավորումները ընդունելով որոշվում է հետաձգել, ինչու հետաձգել մինչև հուլիս եւ ոչ տեղափոխել հաջորդ հարկային տարվա սկիզբ։ Ինքը ըստ ձեզ որպես մասնակից ձեր կարծիքը, բայց ես նաև առաջարկում եմ գնանք սահմանադրական դատարանին էլ հարցնենք դրան։ Ինքը այդ վատթարացնող նորմեր պարունակող, այսինքն որ 6 ամսից շուտ դրա տակ չի մտնում սա, չի հակասում դրան, որ հուլիսի 1-ից է ուժի մեջ մտնում սա։ Ընդհանրապես վատթարացնող նորմերը 6 ամիս հետո պետք է 7-րդ ամսվա սկզբից պետք է ուժի մեջ մտնեն, բայց ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ես առաջարկում եմ խոսանք երկու ասոցիացիաներով դիմենք սահմանադրական, պարզապես կարանք հիմա հարցում անենք, ասենք եթերով էլ խոստանում ենք, հարցում ենք, ասենք մի հատ ասեք դուք ոնց եք մտածում, սա վատթարացնող է, թե չէ։ Այդ ասում եք ունենք ինչ որ ունենք, բայց այդտեղ մի հատ դրա տակը հələ ասեք, ինչա կատարվելու, ոնց են տարվա կեսից, այնտեղ ես հիշում եմ դուք ասում եք, որ խնդիրներ կարա լինի ծախսերի բաշխվածության, որովհետև այդ տնտեսավարողը, այսինքն այդ ԱՁ հաշվապահ կլինի, ՍՊ կլինի, հաշվապահական ընկերությունը, ինքը հուլիսի 1-ից հետո պետք է ուրիշ հաշվառում վարի, ծախսեր հաշվառի եւ ծախսերի, այդտեղ խնդիրներ լինելու են, թե չէ։ Քանի որ տարվա կեսից հարկման ռեժիմ է փոխվում, բնականաբար եկամուտների եւ ծախսերի համադրման ժամանակ պիտի տնտեսվարողները, տվյալ դեպքում հենց հաշվապահական ծառայություններ կամ իրավաբանական ծառայություններ մատուցողները տարանջատեն իրենց ծախսերը, թե ծախսերի որ մասն է վերաբերում շրջանառության հարկով հարկվելու ժամանակաշրջանին եւ որոնք արդեն հարկման ընդհանուր համակարգում, բնականաբար այստեղ առաջանալու են դժվարություններ, կիրառված մոտեցումների հետ կապված էլ անհամաձայնություններ են առաջանալու հետագայում վարչարություն իրականացնող մարմինների հետ եւ այո տարվա կեսից այստեղ խնդիրներ են առաջանալու ծախսերի բաշխման առումով։ Մյուս խնդիրը, որը հաշվապահական ծառայություն մատուցող եւ հաշվապահական ծառայություն ստացող փոխհարաբերությունները գների վերանայումը։ Ես հիշում եմ, որ ես հարցնել էի դուք անդադ ասում, որ կան դեպքեր, որ տարեկանակնքված, մի հատ այդ կխնդրեմ բացատրեք ինչա, եւ կան դեպքեր, որոնք ստանդարտ պայմանագիր է, որ մեկը մյուս կողմին պետք է նախորդ զգուշացնի ու վերանայում անի։ Հիմա նախ ունեք համայնքից արդեն բողոքներ, որտեղ հեսա հունիսն է արդեն սկսվում, ինչա կատարվում, ինչ են անում արդյոք բան, որտեղ տենց ինչքան հասկացամ, ես չլսեցին են հանրագիրը ներկայացնելուց էլ էլի դուք եկել եք ազգային ժողով, բայց ըստ էության քննարկում չեղավ, այսինքն հարցերի վրայով չանցանք, պարզապես մեզ մերժեցին տնտեսական հանձնաժողովի իշխանական թևը, իսկ ոչ իշխանական թևը ընդհանրապես չեկավ, այսինքն մենք ունենք sense մեծ աղմուկ ու առանց ըստ էության քննարկում։
Ինչ վերաբերում է պայմանագրերին եւ գների վերանայմանը, հաշվապահական ծառայությունների բնույթը հաշվի առնելով պայմանագրերը կնքվում են այո տարվա համար եւ որպես կանոն նրանք ավտոմատ երկարաձգվում են, եթե կողմերից որևէ մեկը չի ծանոթում պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու մասին։ Բայց կան նաեւ որ անորոշ ժամկետով է, չէ՞։ Կարող է լինել այո, դա ըստ էության անորոշ ժամկետով է, եթե չեն տեղեկացնում, արդեն երկարաձգվում է եւս 1 տարով։ Եվ մեր անդամ հաշվապահական գրասենյակները որպես կանոն կնքում են նաև պայմանագրեր, որտեղ նախատեսում են դրույթ, որ գների վերանայում կարող են իրականացվել միայն հաջորդ ֆինանսական տարվա, որը համընկնում է հարկային տարվա հետ, հաջորդ հարկային տարվա սկզբից, այո, ընդ որում 1 ամիս առաջ ծանոթելով եւ անկախ նրանից պատճառները, այն գործոնները, որոնց ազդեցությամբ պիտի գինը վերանայվի, հաշվապահական գրասենյակի կողմից կառավարելի է, թե իր կողմից անվերահսկելի հանգամանքներով պայմանավորված է դրա անհրաժեշտությունը առաջացել։ Եվ երբ մենք նաև կազմակերպեցինք քննարկում ոչ միայն անդամ գրասենյակների, նաև ոչ անդամ հաշվապահական ծառայություն մատուցողների հետ մոտ 50 հաշվապահական կազմակերպություններ էին մասնակցում։ Բողոքի ակցիաներից հետո Էլիտ Պլազայում։ Այո, Էլիտ Պլազայի քննարկման մասին է խոսքը եւ ներկայացնում էին մոտ 600 մասնագետների կարծիք, շահեր։ Իրենք նշում էին, որ անգամ եթե պայմանագրում նման կետ չունեն, ուղղակի ծառայությունների բնույթն ու առանձնահատկությունը հաշվի առնելով շատ դժվար է ծառայություն ստացողի հետ գալ համաձայնության եւ տարվա կեսից գնի վերանայում իրականացնել։ Ինչու՞։ Քանի որ ինչպես ծառայություն ստացողը, այնպես էլ ծառայություն մատուցողը իրենց բյուջեն ունեն։ Իհարկե, ունեն պլանավորած բյուջեն, գոնե տարվա համար հաստատ ունեն։ Եվ տարվա կեսից գին փոխել, երկուսի մոտ էլ առաջանում է բյուջեի վերանայման անհրաժեշտություն, բնականաբար դա անդրադառնում է նաև իրենց կողմից պլանավորված արդեն ծախսերը ֆինանսավորելու հարցերի վրա եւ այստեղ այո դժվարություններ են առաջանում փոխադարձ համաձայնության չեն կարողանում գալ։ Միգուցե լինեն 1-2 դեպք, որ համաձայնեն կամ փորձեն բեռը կիսել, բայց հիմնականում այստեղ տարաձայնությունները շատ են եւ այո տնտեսվարող սուբյեկտների միջև արդեն իրենց հարաբերություններում խնդիրներ են առաջացնում։ Այսպես ասած արձագանքներ, թե հələ բան չի համայնքից էլի ձեր գոնե ասոցիացիայի անդամ։ Հիմա փորձում են դժգոհություններ կան ոնց է։ Այո, կան դժգոհություններ եւ բոլորի մոտ տենց միջինում 30% կբարձրանա, չէ՞, թե 20 հաստատ երևի թե։ Տեսեք, այստեղ նաեւ հարց է առաջանում։ Արդյոք կբարձրանա թե կգնան ստվեր։ Այդ հարցներ կա։ Այդ ստվերի մասին չխոսեցինք, մենք չեմ հիշում, ձեր խոսքում դուք չնշեցիք, հիմնավորման մեջ չկար, որ սա էլ այս համայնքի ստվերի դեմ պայքար, ես այնպես բան չեմ հիշում։ Մենք ստվերի դեմ նկատեմ Ֆիննախի կողմից ոնց որ շրջանառության հարկն էին ասում, որ այս փոփոխությունները դրույքաչափերի բարձրացումն ու վարչարության խստացումը բերելու է ստվերի նվազեցման եւ 18 միլիարդ լրացուցիչ եկամտի ավելացման։ Հիմա այս նախագծում ես չեմ հիշում ստվերի մասին կար, որ սա նայ ստվերի։ Այդ ստվերի կրճատման մասը ավելի շատ շեշտադրումը կատարվում այն առումով, որ շրջանառության հարկի համակարգում ուղղակի դրույքաչափերը բարձրացան, բայց տրվեց ծախսերի ավելի մեծ դրույքով նվազեցման հնարավորություն, որ դա կարող է խթանել, որպեսզի ծախսերը ավելի շատ փաստաթղթավորվեն եւ նպաստի ստվերի կրճատման։ Բայց հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մատուցման առումով չեմ կարծում, որ սա բերելու է ստվերի կրճատման, դեռ ավելին, սա կարող է ավելի մեծացնել ստվերը եւ չկարողանալով պայքարել վարչարություն կիրառել ստվերում գործողների դեմ, որպեսզի նրանց բերենք հարկային դաշտ, կարծես մենք խստացնում ենք ընդհանուր հարկային օրենսդրության պահանջները, բարձրացնում ենք դրույքաչափը, որի արդյունքում էլի տուժելու է օրինապահ հարկ վճարողը եւ քանի որ հենց էլի հաշվապահական ոլորտին շատ բնորոշ է, որ հարկային մարմնում որևէ կերպով չհաշվառված անհատներն են մատուցում ծառայություններ, տան պայմաններում մի շարք Այսինքն մենք իրական կյանքում ունենք նաև ֆիզանձինք, որոնք ինչ որ ձևակերպված չեն, ոչ վարձու աշխատող են, ոչ ծառայություն մատուցող անաձեռնարկատեր են, որոնք սենց տենց գործում են ստվերում։ Հիմա եթե ինչ-որ պահի նրանք մտածում են լավ 2-3 հատ գործել վերցնեմ բացեմ ընկերություն, հիմա առնվազն ինքը պետք է հարց տա իրան, բացեմ թե չբացեմ, որովհետև ավելի թանկանում է իր ծառայությունը։ Բնականաբար ավելի կամյապնդվի որոշումը մնալու ստվերում։ Պայմանական 10,000 դրամով էր ծառայություն մատուցում, ընդ որում էլ եմ ասում, էլի կարող եմ այս լսողներից մեր հաշվապահական համայնքից ասեն, այդ 10,000 դրամով բան ոնց է ծառայություն մատուցում, պետք է ասենք, որ իրական կյանքում ունենք նաև տենց ծառայություն մատուցողներ եւ դա հեչ զարմանալի չի, մարզերում գործող եւ այլն, որտեղ ունենք այդ փաստերը։
Մեր խնդրեմը հենց այդ է, որ մենք նայում ենք Երևան ու մարզեր, Երևան ու չգիտեմ, բաներ բոլորի նույն աչքով։ Հետևաբար այդ մարդը չի գնա, կամ առնվազն 3 անգամ արդեն հարց կտա իրան, գնամ գրանցվեմ թե չէ, այս մի խումբն է։ Երկրորդ խումբը, որը sense տենց գործում էր, ամեն ինչ նորմալ էր, ինչ որ ձև հաշվարկել էր շրջանառության հարկ, դիվիդենդի հարկ, չէ, ընկերությունների դեպքում նաև այդ հարկը կա, ռիսկ էր, այդ ոնց որ մեր խոսքի սկզբում ասացինք, ու ստացել էր ինչ որ ծառայության արժեք, որը 20%-ով թանկանալու, այս մոտավոր եմ ասում 20, միջին տենց ինչ-որ թիվ, 20%-ով թանկանալու դեպքում, որտեղ դեպքեր կլինեն մինչև 30%, ինքը, ասենք, դիմացի կողմը կասի, լսի, կարող է տենց քեզ քեշ տամ, բան անենք, Սա էլի ինչի արդյունք է, որ մենք անդադար ասում ենք, որ այդ օրենսդրության ազատության գնահատում չի արվում, ասենք, սենց հարցերի պատասխանը պետք է տա նաև այդ, չէ, ոչ թե ֆիննախական տեղեկանքը, որ ունենք այսքան հարկ, հավաքում ենք այս եւ այլն, կհավաքենք այսքան, հա։ Դրա արդյունքը չի, որ հիմա տեսեք մենք վերլուծում ենք, բայց ես կուզենայի օպոնենտություն անեն, բայց ըստ այս բաներով, ոչ թե այսքան հաշվապահենք, թե որը ստվերում է, հեսա բռնում է։ Հա, ընդ որում կարևոր բան, որ դա Դիլիջանում էլ խոսեցինք, որ օրինակը տանում ենք բանի մասով, էլի, եթե նույնիսկ կա ստվեր, ապա դրույքաչափերի բարձրացումը ոչ մի երկրում դա բանը չի, էլի։ Ավելի խորացնելու է իրավիճակը։ Ուրիշ հարց է վարչությունն ուժեղացնեք, ուրիշ հարց է, բայց ասենք եթե դու կա ստվեր, դու այն չստվերում գործողին էլ ես ասում, եղբայր, ոնց որ չստվերում գործելը ավելի թանկ է, էլի, չգիտեմ, որտեղից են վերցրել այդ մոդելը, որ ստվերի դեմ պայքարում ենք դրույքաչափերի բարձրացումով, էլի։ Ստվերում գործող հաշվապահները, այո, երբեմն կարողանում են նաև շատ ցածր գնով ծառայություններ մատուցել, որևէ տեղ որպես վարձու աշխատող գրանցված չեն, որևէ այլ եղանակով հարկային մարմնում հաշվառված չեն, չունեն հարկեր վճարելու խնդիրը, այդ բեռը չունեն, բնականաբար չունեն վարձակալված տարածք, վարձու աշխատողի հետ կապված ծախսեր չեն անում, երբեմն ունենում են օգնականներ, որոնք նորից գրանցված չեն, այսինքն ըստ էության գրասենյակի կոնցեպտով են գործում, բայց մի շարք ծախսերի բեռ ուղղակի չեն կրում եւ նրանք կարողանում ավելի ցածր մրցակցային գին առաջարկել։ Եվ այս հարկման ռեժիմի փոփոխությունը բնականաբար նրանց մոտ ամրապնդելու է իրենց որոշումը, որ պետք չի գնալ, այո, պետք չի գնալ հարկման դաշտ, դեռ ավելին միգուցե Իրանք ճիշտ էին, դուք սխալ։ Միգուցե հենց օրինապահ հարկ վճարողները, ովքեր շրջանառության հարկի համակարգում նորմալ հաշվարկում եւ վճարում էին իրենց հարկերը եւ մենք էլ որպես ասոցիացիա մեր անդամներին պահանջում ենք, որ իրենց եկամուտները հաճախորդներից ստացված հայտարարագրեն եւ իրենց մոտ բնականաբար այսպես հարց է առաջանում, լավ, եթե հայտարարագրենք, ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, մենք ավելի բարձր դրույքաչափով, ավելի մեծ հարկային բեռ ենք կրելու, որը ընդ որում հաստատ այս տարի չենք կարողանալու փոխանցել մեր հաճախորդների վրա, մեր ուսերին մնալու եւ այս պարագայում ստվերում գործողների համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որ իրենք կարողանում են արդեն այդ գնային տարբերությունը պայմաններ չի, նպաստավոր հիմնավորումներ, որ այո, նպաստավոր հիմնավորումներ, որ մնան ստվերում, զուտ ինչ առումով նպաստավոր պայմաններ, որ նրանք կարող են արդեն ավելի մեծ տարբերությամբ գին առաջարկել, վկայակոչել, որ օրինակ օրինապահ հարկ վճարողի մոտ հարկման ռեժիմի փոփոխությամբ գինը շատ ավելի բարձր է, քան իր մոտ, այսինքն այդ գնային տարբերությունը ավելի է մեծանում եւ նույն ՓՄՁ սուբյեկտը արդեն բնականաբար որ պիտի որոշում կայացնի գնալ օրինապահ հարկ վճարող հաշվապահի ծառայություններից օգտվել թե ստվերում գործող։ Եթե գների տարբերությունը մեծ եղավ, բնականաբար նախընտրելու է գնալ ստվերում գործող հաշվապահի մոտ։ Գանք մեր գերփոքրերին, այսինքն ՓՄԾ-ների այն գերփոքրերին, ստեղ նաև Այդ եմ ուզում նորից քննարկենք, չնայած այս մասը գոնե մեր ասոցիացիայի անունից բազմաթիվ հարթակներով ասել ենք, որ ասում ենք նայեք ինչ տրամաբանություն եք դրել դուք, որ այդ ձեր խոսքում ասացիք հունվարի 1-ից, այսինքն ՓՄԶ-ների հարկային դրույքաչափն ու վարչարությունը խստում է ու դա ենթադրում է, որ ինքը եթե նույնիսկ առնում էր շաբաթական, չգիտեմ, 10 մարդ-ժամ հաշվապահական ծառայություն, հիմա ինքը պետք է ստիպված առնի առնվազն 20 մարդ-ժամ ծառայություն։ Ու որն է տրամաբանությունը, որ դրա հետևից էլ ապրիլի 4-ին բերում եք այս փոփոխությունը, որ ստացվում է, որ այս ծառայությունները դարձնում են ավելի անմատչելի եւ ավելի անհասանելի, էլի։ Այստեղ այս բանն էլ կարող է ես եմ սխալ հասկանում, էլի, ասենք որ այստեղ տրամաբանությունը իրար չի համընկնում, էլի։ Եթե նա արել ենք, գոնե պետք է ժամանակ տայինք, որ ՓՄԶ-ները իրականում ավելի շատ մարդ-ժամ հաշվապահ առնեին ծառայություն, բայց հիմա ստացվում է, որ այդ մարդ-ժամ հաշվապահությունը ավելի թանկ է, այսինքն թե ինքը
5 ժամի համար էր տալիս այդքան, հիմա ասենք 10 ժամվա փողն են վերցնում, բայց 5 ժամ է ստանում էլ այդ ծառայությունը։ Այո, ես ինչպես խոսքի սկզբում նշեցի, մի դեպքում ովքեր որ արդեն իսկ օգտվում էին հաշվապահական ծառայություններից, բնականաբար ինչպես նշեցիք նույն տվյալ ՓՄԶ սուբյեկտի համար արդեն հաշվապահության վարումը ավելի շատ ժամանակ է պահանջում, ավելի շատ գիտելիքներ, քան նախկինում էր։ Մի դեպքում իրենց ծառայությունները պիտի թանկանան եւ մյուս դեպքում էլ ովքեր որ հենց ՓՄԶ սուբյեկտները կարողանում էին ինքնուրույն դա անել, այլևս չեն կարողանում, այսինքն էլի իրենց մոտ լրացուցիչ հաշվապահական ծառայությունների ծախս է առաջանալու եւ դեռ այսպես փորձում էին հարմարվել այս նոր իրողություններին, որ պիտի օգտվեն հաշվապահական ծառայություններից կամ պիտի օգտվեն մի փոքր ավելի բարձր գնով, որովհետեւ միջև այս ավելացված արժեքի հարկի փոփոխությունը նաեւ շրջանառության հարկը 5%-ից դարձավ 10% հաշվապահների համար, այսինքն դեռ արդեն իսկ թանկացման խնդիր կար, այո, եւ մի հատ էլ հիմա արդեն նորից հարմարվել ավելացված արժեքի հարկի փոփոխություններին, այս ժամանակահատվածը շատ փոքր է, որպեսզի կարողանան բոլոր տնտեսվարող սուբյեկտները երկու կողմներ եւ հաշվապահական ծառայություններ մատուցողները եւ ստացողները հարմարվել այս իրողություններին եւ նաեւ մենք հաշվի առնելով թե ովքեր են օգտվում հաշվապահական ծառայություններից, հենց փոքր, կերփոքր բիզնեսը, ովքեր օգտվում են արտապատվիրակված ծառայություններից, դրա համար էինք նաեւ առաջարկում, որպեսզի լինի տարբերակված մոտեցում, այսինքն այստեղ ոչ միայն կենտրոնանանք, որ իրավաբանները, հաշվապահները կարող են հաշվարկներ իրականացնել, նաեւ ովքեր են օգտվում իրենց ծառայություններից եւ շղթայաբար դա ինչ ազդեցություն է ունենալու ընդհանուր տնտեսության մեջ։ Այսօր ճիշտ է, մենք փորձեցինք մեր գործընկեր իրավաբանների մասին չխոսենք, բայց ուզենք չուզենք այդ որ խոսեցինք բանի մասին նորացված այսպես ասած շրջանառության հարկը, որը չեմ կարողանում ասել էլ ինքը ինչ ռեժիմի է նման, որովհետև աշխարհում sense ռեժիմ չկա, այսինքն ինքը ոչ շահութահարկ է, ոչ շրջանառության հարկ է, sense ինչ որ մուտանտ եմ դրել անունը։ Շահութահարկից էլ կարծես բարթանում է։ Հա, տեղել էլ կա, այո, որ ինքը ավելի հստակ չի ու հետեւաբար ավելի բարդ է։ Այստեղ շատ կարևոր է նաև որ գիշեք են ոսկու շուկայի օրինակը որ բերում էին, այսինքն ոսկու շուկայում տնտեսավարողների, որոնք ասում են օրինակ ինչ եք ուզում այդ հումքը կարող եք ֆիզանձից առնել ու դա եկամտային հարկով չի հարկվում, ասում ենք շատ լավ, բայց դա այդ անունը որ դնենք ֆիզանձից առանք երկրորդային բանի շուկայի համար, շուկա որպես շուկա հումք, ինչ process է պետք որ դուք դրան հավատաք։ Այդտեղ պետք է պայմանագիր, այդտեղ պետք է հանձնանշման ակտ, այդտեղ պետք է հաշվապահ բանկային փոխանցում անի եւ այլն, էլ։ Հիմա ասենք այդ հասարակ մի հատ գործարքի օրինակով երևում է, որ ասենք մենք ինչքան ենք նաեւ ծառայությունները թանկացնում ու բանանում, անհասանելի դարձնում։ Այսինքն այստեղ մենք ճիշտ է մեր իրավաբանագործընկերներին էլ եմ ասում, փորձեցինք չանդրադառնանք ավելի իրենց մասնագիտական, բայց ուզենք չուզենք դրանք զուգահեռ process-ներ են, չէ՞։ Իսկ պայմանագրերի մասը ուզում եմ ասեմ, էլի դառնում է արդիական շրջարկ վճարողների մոտ, որ շատ հարցեր կան, որոնք այդ գյուղմթերք չէ, որ ասում են դե գյուղմթերքը օրինակ, թե որնա գյուղմթերք են հաշվապահն է միած սահմանում տալի, հետո ասում է սա գյուղմթերքա թե չէ, հետո իրավաբանը ասում է դե արի մի հատ պայմանագիր, մի հատ, ասում մենք ուզենք թե չուզենք, նաև իրավաբանական ծառայություններ են շատ մտել մեր կյանք ու մենք պետք է առնենք այդ ծառայությունները։ Այո, հարկային օրենսդրության պահանջների խստացումը բնականաբար ավելի մեծացնում է պահանջարկը մասնագիտական ծառայությունների նկատմամբ եւ միգուցե այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե մենք ՓՄԶ-ի համար բարդացնում ենք հարկերի հաշվարկը, առաջացնում ենք այնպիսի պահանջներ, դնում ենք այնպիսի պահանջներ, որոնք առաջացնում են իրավաբանի ծառայություններից նաև օգտվելու կարիք, միգուցե այս դեպքում մասնագիտական ծառայությունները ավելի մաչելի դարձնելով իսկապես ստվերի կրճատմանը նպաստեր։ Նույն ՓՄԶ սուբյեկտը մտածեր, ես գումար ծախսեմ մասնագիտական ծառայությունների վրա, հարկը նվազեցնեմ, պաշտպանված լինեմ, միգուցե այստեղ ինչ-որ տրամաբանություն կլիներ, բայց այս պարագայում եւ բարդացնել ՓՄԶ-ի հարկումը եւ թանկացնել մասնագիտական ծառայությունները, կարծում եմ տրամաբանությունը չի տանում դեպի ստվերի կրճատման եւ այնպիսի տպավորություն է, որ ստվերի կրճատման հետ կապված հարցերում չկարողանալով իրականացնել վարչարարություն, չկարողանալով գտնել ճիշտ գործիքներ եւ մեխանիզմներ ստվերը կրճատելու համար, մենք պատժում ենք բոլորին, մենք նաեւ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ այդ հարցն ենք բազմիցս բարձրացնում, որ սկզբից լուծենք հենց ստվերում գործող հաշվապահների խնդիրը, ընդ որում ոչ թե պարզապես շատ խիստ վարչարություն կիրառելով,
քննարկումների մասնագիտական համայնքի հետ միասին հասկանանք ինչ մեխանիզմներ կարելի է ներդնել պետության կողմից, որպեսզի մասնագիտական ծառայություններ մատուցողները որևէ կերպ լինեն հաշվառված, լինի ռեեստր, լինի նույնականացում, այսինքն դա քննարկումների արդյունքում կարելի է գտնել որևէ եթե ցանկություն լինի լուծումներ կարելի է գտնել, մանավանդ համաձայնա որ համայնքային միությունները տեղ ինձ կօգնեն, նո տեղ պետք չի նայել որ միայն միությունները կասեն անպայման մեր միության անդամ լինի, տենց հաշվառենք, չէ, կարող ինչ-որ այլ ձեռբերակներ լինի, մանավանդ որ վարչարության մասով եմ ուզում երկու բառ խոսենք, ըստ ձեզ ոնց է էլի, այս ամենը ի վերջո այս փոփոխությունները նույն գերփոքրերի մոտ են նայում, նույն ասենք հաշվապահական, ինքը եմ որ հարցի գինը, ցնա վոպրոսը էլի այդքան վարչարություն կարողանալու են անեն, թե էլի անելու են հասցեական, թե էլի, ասենք որտեղ ես պատկերացնում եմ, որ ասենք այս հիմա այս ամեն ինչը որ ուժի մեջ է մտել հունվարից մի մասը հեսա հուլիսի 1-ից է ուժի մեջ մտնում, այդքանի նկատմամբ հսկողություն կարողանալու են անեն մեկ եւ ինչա դա արժանալու էլի մեր վրա, մեր հարկատների վրա, դա ինչ գինա նստելու եւ հարցի գինը ինչն էր, ասենք լավ արդեն վարչարություն ենք անում, որ ինչը գտնենք, այդ քանի միլիարդներ եւ տրիլիոններ այդտեղ թաքնված էլի։ Ձեր տենց մոտավոր զգալով գիտեմ տենց գնահատականներ բնականաբար դժվար կլինի տալ, պետության հաշվարկների մեջ չմտնենք, չխաղանենք։ Թվային համաձայն եմ, դժվար կլինի, բայց ձեր գնահատականը իրական բանով որպեսզի նույն շրջանառության հարկի համակարգի փոփոխությունները գործեն են բոլոր դրույթներով, որոնցով որ նախատեսված են, այո, մի շարք վարչարական գործիքներ են պետք, ավելի շատ վարչարական ռեսուրսներ են պետք, որպեսզի կարողանան ապահովել այդ տրամաբանությամբ գործելը, բայց միգուցե անգամ եթե չկարողանան հասնել ծախսերի փաստաթղթավորմանը կամ ստվերի կրճատմանը, հարկերի այդ դրույքաչափի բարձրացումը միգուցե կծածկի արդեն այն ստվերի կողմից չվճարվող հարկերը։ Չեմ կարող ասել։ Եթե վճարեն, այո, եթե ստվերը ավելի չխորանա, այսինքն նույն օրինապահ հարկ վճարողը, եթե վճարի ավելի բարձր դրույքաչափով եւ չկարողանա հասնել ծախսերի փաստաթղթավորման, որովհետեւ նույն շրջանառության հարկի դրույքաչափերը, եթե համատում ենք նախկին դրույքաչափերի հետ, որպեսզի հարկային բեռը չավելանա, այդտեղ ըստ ոլորտների որոշակի վերլուծություն կա, ծախսերի մոտ 80% փաստաթղթավորում է պետք, որպեսզի նախկին չափով, կարողանան վճարել։ Այս պարագայում միգուցե այդ փաստաթղթավորման չհասնելու դեպքում էլ, եթե օրինապահ հարկ վճարողները այդ ավելի բարձր դրույքաչափով վճարեն, միգուցե դա կծածկի վարչարության արդյունքում չբացահայտված դեպքերի։ Մեր փմձներից մեկն էր ասում, որ բանը արդեն կամերալ է ստացել, որովհետև բան ա եղել, այդ մի տոկոսի տակ տենց բանն է, ակնհայտ տարբերություն ա եղել։ Ընդ որում ես ասեմ չմտածեն էլի մարդիկ որ ասում են բա բողոքում եք տեսեք մի տոկոս չէ ինքը շատ վատ ձևով է հասել այդ մի տոկոսը իր ամբողջ տարվա ապրանքային ձեռքբերումները անցած տարվա եւ այլն այդ ինչ որ բաներով բերել են ֆակտուրաներով ինքը բռնել էր առաջ երամսակում ցախ դրել էր դրան որ հարցնում ենք բա մյուս երամսակները չէ որ իրացմանը համահունչան էսա այնտենց պետք չի իջացրել եմ մի տոկոս մի անգամից կամերալեր եք էսի չես անում անցած տարի 5 այնտեղ մեխանիզմը ավտոմատ չի աշխատում մի տոկոս հարկ էս անցած տարվա նույն երամսակը համեմատել եմ այսքան այսինքն ինքը իրականում վարչարությունն էլ ես հիմա պատկերացնում եմ նաև պեկի, այսպես ասած մեր գործընկերների կյանքն ու բանը ոնց է տեղի ունենալու, այդքան էլ նախանձելի չի, բայց միևնույն ժամանակ թույլ տվեք զարմանալ, ասում եմ, որ մենք եթե համեմատենք 2013-2002 թվականների էլ են, որ այն ժամանակ բարձրացված հարկն էին ասում, պրոբլեմա փողեր են լվանում տեղով, չգիտեմ ինչ են անում եւ այլն բայց եթե հիմա համատենք մենք հիմիկվա մեր պեկը իր ունեցած թվային մեծ դատաբազայով երբեմն ասենք պետք չի sense բաներ անել պարզապես պետք է նստել վերլուծել ու հասկանալ ով հետ է փող կապակցված ով է իրան դրել շրջանառության հարկ վճարողի տեղ ով է իրան դրել հաշվապահի տեղ էլի ուզում ասեմ այնտեղ շատ մեծ դատա կա ուսումնասիրելու էլի ինչի ենք sense բանով մարդկան այն իրական հարկ վճարողին են իրականում խփում որ իրական փոքր բիզնեսը որ իրական փոքր հաշվապահա ու իրան ենք նյարդայնացնում էլի ավելի շատ այո ես խոսքի սկզբում էլ նշեցի որ ավելի լավ կլինի սկզբից մենք մտածենք ինչ մեխանիզմներ կամ ինչ համակարգ կարող ենք ներդնել, որպեսզի բոլոր հաշվապահներին, այսպես ասած, չերեսանեն։ Բայց դուք քանի տարվա փորձ ունեք այս ոլորտում։ Ընդհանրապես 20։ Հիմա համեմատեք 20 տարվա առաջվա պեկը, երբ որ տենց էլ թղթային չէ, տենց տանում ենք, չգիտեմ, շոկոլադով հաշվետվություն հանձնել եւ այլն, ու հիմա
երբ որ այսքան մեծ ինֆորմացիա ունի, էլի ինքը, ու ես վստահ եմ այդ եղած ինֆորմացիան պետք է տենց խորքային չի վերլուծում։ Եթե իրանք վերլուծեն, սենց բաներ պետք չի լինի անել իրական ստվերը գտնելու համար։ Բնականաբար ձեր նշած ժամանակահատվածում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ պեկի տվյալների բազայի առումով եւ թվայնացում, հա, նախկինում թղթային հաշվետվություններն էին հանձնվում, հիմա միանգամից էլեկտրոնային են հանձնվում, այսինքն այդ տվյալների բազան էլ շատ ավելի հեշտ է ձևավորվում, քան նախկինում, արհեստական բանականությունն է զարգանում, այսինքն այս բոլոր նոր իրողությունները համադրելով բնականաբար շատ ավելի հեշտ կլինի վերլուծությունները անել, ինչի եմ կենտրոնանում հաշվապահների վրա որպես համայնքը ներկայացնող եւ ի տարբերություն այլ տնտեսվարող սուբյեկտների, քանի որ մասնագիտական ծառայություններ են, այստեղ իրենց բացահայտելը, հաշվառելը կամ որևէ կերպ ռեեստրը վարելը, նույնականացնելը շատ ավելի հեշտ կլինի, որովհետեւ յուրաքանչյուր, այո, այդ տեսանկյունից կենտրոնացա հաշվապահների վրա յուրաքանչյուր կազմակերպություն կլինի, ԱՁ կլինի, որը հաշվառված է ՊԵԿ-ում, բնականաբար իր հաշվետվությունները ինչ որ մեկը հանձնում է։ Հետևաբար կարող ենք մեխանիզմ մշակել, հասկանալ ով է այդ հանձնողը, ոչ թե լինեն թաքնված հաշվապահներ, ովքեր այսպես մի շարք նույնականացման քարտերը հավաքում են իրենց մոտ եւ տարբեր տնտեսվարող սուբյեկտների հաշվետվությունները հանձնում են առանց իրենց որևէ կերպ հաշվառման։ Խոսքը դրա մասին։ Դա ամենաբան օրինակը բերեցիք հիմա տրիվիալ, որ ցանկության դեպքում կարելի է եթե նույնիսկ այդտեղ մեծ ես պարզապես վստահ եմ, որ այդտեղ հարցի գինը նույնիսկ ես համաձայն եմ ձեր հետ, բայց վարչարություն իրականացնել այդ ինչքան են այդտեղ խափում, այդ ինչքանի տրիլիոններ է այդտեղ թաքնված, չգիտեմ։ Այսքանն ավելացնելու բան ունեք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր զրույցեր, սիրելի եւ հարգելի փոքր ու միջին բիզնեսներ, մեր շատ սիրելի եւ հարգելի հաշվապահներ, պատրաստվեք հուլիսի 1-ից ավելի թանկ հաշվապահական ծառայությունների, հա, եթե միջև այդ, չգիտեմ, մեզ ականջալուր չլինեն ու ինչ որ բաներ չփոխեն, որը շատ քիչ հավանական եմ հիմա համարում, բայց ինչպես Տիկին Թովմասյանը ասաց, ունենք այն ինչ որ ունենք։ Շնորհակալություն, այսքանն էր այսօր, լավ եղեք, կհանդիպենք։